ուրեմն ինչ կարծիք ունեք այն մտքից Նիկոլը Պուտինի հրամանով է թարսվում Կրեմլի դեմ, այսինքն Պուտինը հրամայում է, որ Նիկոլը թարսպաներ խոսի հենց Պուտինի դեմ, որովհետեւ իրեն քայլեր Հայաստանի նկատմամբ արգումենտ ունենա, այսինքն հակին լավ կոմպլեկտավորած դավադրության մասին եք խոսում, ես այս դեպքերում ջանում եմ տրամաբանությանը դիմել, չեմ ասում թե սա ձեր միտքն է, հարգելի Վահան, ամենայն դեպս Կրեմլի քարը որն է, էլի, որովհետև ես չեմ հիշում մի դեպք, երբ Փաշինյանը ինքը նախաձեռնած լինի որևէ հարձակում, հակաճառություն կամ կներեք լաբառոշություն Կրեմլի կամ Պուտինի հասցեին, չեմ հիշում, որ նախաձեռնած լինի, էլի, իսկ այն պատասխան ելույթներում բաներում էլ շատ իմ կարծիքով հնարավորից շատ զուսպ է արտահայտվել, օրինակի համար ասել է, թե եթե ԵԱՏՄ-ի որևէ անդամ երկիր կարող է իրեն թույլ տալ միակողմանիորեն պատժամիջոցներ մտցնել մեկ այլ անդամ երկրի նկատմամբ, եթե դա նորմալ է, ուրեմն ԵԱՏՄ գոյություն չունի, քաղաքական իմաստով ուժեղ հայտարարություն է, բայց վիրավորական չէ, էլի, հա, այսինքն ստեղ ստորացուցիչ վարկաբեկող բան չկա, որ Նիկոլը սկսած լիներ, հետո Պուտինը պատասխաներ, սկսեր արգելել Ծիրանը տեղծե էսայինը, հա, եւ հետո նենք քայլերը արդարացներ Պուտինը Հայաստանի նկատմամբ, այնպես որ կամ ստեղած եվրոպական երկրների քաղաքական համաժողովի կազմակերպելը, ինչու բոլոր երկրները կարող են նման բաներ անել, Հայաստանը չի կարող, դե բոլոր որ ասում եմ Ռուսաստանն ու Բելարուսը ի նկատի չունեմ, կամ ինչու Ղազախստանը կարող է Բելգիայում ներողություն Եվրամիության հետ 10 միլիարդ դոլարի, 10 միլիարդ եվրոյի պայմանագրեր կնքել, այսինքն լրջորեն մեծ թափ հաղորդել Ղազախա Եվրամիութենական հարաբերություններին ու որևէ քննադատական խոսքի կամ շատ թեթև ինչ-որ քննադատական խոսքի արժանանալ, իսկ Հայաստանը ինչ է արել, որ մի հատ համաժողով է կազմակերպել եւ Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները ուխտադրուժ, ավելի ճիշտ քաղաքականություն վարելուց հետո նոր դանակը ոսկորին հասնելուց հետո դիմել է Եվրամիությանը, թե դիտորդական առաքելություն կոնե կազմակերպեք սահմանները կան դիտարկեն հսկեն եւ այլն, ինչ որ մի սահմանափակող կանխարգելիչ կամ չեզոքացնող միջոց դառնա Ադրբեջանի ախորժակի դեմ, ուրիշ հարց է, թե դա որքանով էր արդյունավետ, արդյոք եթե դա չլիներ Ադրբեջանը կհարձակվեր բան, այս գործողությունները բոլորովին էլ Ռուսաստանի Դաշնության դեմ չեն եղել։ Պուտինը սաստիկ կատաղած է իր նախկին գաղութները փաստացի կորցնելու հարցով։ Եվ Վրաստանի դեմ է կատաղած, եւ Մոլդովայի, եւ Ուկրաինայի, եւ բնականաբար Հայաստանի, եթե ձեռու ոտը հասնի Ղազախստանի եւ Ղրղստանի բանի դեմ էլ, էլի, այնպես որ չեմ կարծում, թե այստեղ հազար ներողություն, էլի, այս դավադրությունը կարող է իրական լինել, էլի, այսինքն Նիկոլը բանի Պուտինի մարդը չէ, այսպես ասած, էլ իմ կարծիքով։ Ես իմ պատմությունը ունի 1000 մի շրջադարձ, եկուս մյուս օր մեկ էլ տեսար, բացվեց, որ բան է պարզվեց, որ ենթադրենք նման բան կար, հա, ապա չիոպար ամեն անգամ արենին տեքստ գրեմ, ինչև բլոկեմ էլ չտեսնիս, ուրեմն տիկին թաթև խի ես բլոկում, լավ ժողովուրդ ջան, ես ատոմակայանին, եթե ուրան չմատակարարեն, ձեր կարծիքով Հայաստանը այլ սցենարի պատրաստ է, հենց հիմա այլ սցենարի պատրաստ այդ բաներով ինչ անունը ծավալով էլեկտրաէներգիա ունենալու պատրաստ չէ, բայց հիմա անհամեմատ վիճակը ավելի լավ է, քան թե 90-ականների սկզբին, երբ ատոմակայանը չէր գործում ու բավականին ծանր վիճակի մեջ հայտնվեց Հայաստանը։ Հիմա ինչ որ այլ ընտրանքներ կան, արևային էներգիա կա, եսիմ ջերմաէլեկտրակայանը եւ այլն։ Այս իմաստով դա հաստատ ինչ-որ ցնցումների հանգեցնելու է, հա, բայց սա նաև հակառակ կողմ ունի, եթե կապրիզ է անում, կամակորություն է անում Վալոդիկը, ինչը իրենից հեռու չէ, ընդունակ է, կանի, կարող է անել, որտեղ ինքը տրամաբանությամբ չի առաջնորդվում։ Այնուամենայնիվ այլ ընտրանքների որոնումը եւ ինտենսիվացումը իրեն հասկացնելու է, որ դրանով ոչ թե Հայաստանի հետ բարի տարածիություն է վերականգնելու կամ զարգացնելու, այլ իսպառ է կորցնելու Հայաստանի Հանրապետությունը։ Այս իմաստով շատ հետաքրքիր է այսօրվային մի լուրը, որ Մաշա Զախարովան Հայաստանի հանդեպ սեր է խոստովանում։
երբեմն չի խոստովանում, երբեմն խոստովանում է, երբեմն Հայաստանի ժողովրդին պատմությունը եւ մշակույթն է շատ սիրում, ատում է իշխանությանը, այսինքն նույն ժողովրդի ընտրած իշխանությանը ատում է, բայց ժողովրդին սեր է խոստովանում։ Այսինքն պարբերաբար хороший мент, плохой мент, хороший полицейский, плохой полицейский կինոներից գիտեք դրա համար ռուսերեն եմ օգտագործում այս ձևակերպումները, այդ հնարքները օգտագործում են։ Մեկ ելնում հոխորտում են, ղժում փոռում են բաման, հա, ասենք են կնիգը Մարգո Սիմանյանը ելնում ասում է, ով քվյարկել է Նիկոլի օկտին մուտքը Հայաստան պիտի արգելափակել, ասա այ ախմախ դու ոնց ես իմանում ով է քվյարկել էլի Նիկոլի օկտին թե բանի վրա սահմանի վրա Մոսկվա Շերեմեցեվո Դամադեդովո բան մուտք գործելիս կամ վերին Լարսում պիտի հարցնեք ում օկտին ես քվյարկել այդ մարդն պիտի ասի Նիկոլի օկտին այնտեղ պիտի ինչ անեք մերժեք եւ վերադարձնեք այդ մարդկանց հետ մի խոսքով այս տեսակ էշություններ մենք դեռ լսելու ենք հանդիպելու ենք հա ու մեկ էլ լսելու ենք քաղցր մեղցր խոսքեր տարբեր պաշտոնյաներ փոխվարչապետ արտգործնախարարի տեղակալ Օվերչուկ Կալուզին մյուսը մեկ կոշտ են խփում խոսքով եւ իհարկե գործով բանի մասը տնտեսական պատժամիջոցների մասով երբեմն փափուկ խոսում են բան փորձում են քաղցրացնել այդ կապը թե լավ դե բաներ ասենք ինչի եք նեղացել այնպես որ սրանք գաղութ կորցնող անուղեղ կայսրության վարքի տիպական դրսևորումներ են ուրիշ կայսրություններ երբ սկսել են հասկանալ որ իրենց գաղութները իսկապես անկախանում են հասունացել են աճել են զարգացել են այնքան որ պիտի անկախանան ասենք փորձել են քաշքշել են պատերազմ բան կռիվ ծեծ ջար ձերբակալություններ պատիժներ այս կոմենկոմ հետո հասկացել են որ չէ միևնույն է դրանք անկախանալու են ու չեն դիմել են մեթոդներին եթե դիմել են դա եղել է 18 19-րդ դարեր 20-րդ դար նույնիսկ բայց 21-րդ դարում այս գյադի նման Պուտինի նման անուղեղ քաղաքականություն վարել մտածել որ դրանով կարող է սահաբեկել եւ Հայաստանին կամ Վրաստանին ստիպել վերադառնալ ուղեցիր նախքին խորհրդային հանրապետությունները անհամբեր սպասում են թե երբ է այդ մարդը ոտները տնկելու կամ երբ են դրա ոտները տնկցնելու հա եւ անմիջապես ասել են բրձանք ախպեր բերեք մենք ուրեմն գնանք այս կոմենկոմ գործ չունենանք դրա հետ, քանի դեռ այնտեղ պատասխանատու բարեխիղճ իշխանություն չկա։ Էլ չեմ խոսում Ռուսաստանի ներքին ինքնավարությունների անկախացման շարժումներից, որոնք ակնթարթոր են։ 15 րոպե հետո այն պահից, երբ պարզ կլինի, որ Պուտինը այլևս իշխանություն չէ, դրանք սկսելու են անկախության շարժումները։ Հյուսիսային Կովկաս, Թաթարստան, Բաշկարտաստան եւ այլն, որտեղ արդեն աճած հասունացած է ազգային ինքնագիտակցությունը, ինքնուրույն անկախ ինքնիշխան պետությունների ճանապարհ ոտք տնելու համար կամ դառնալու համար, եթե կուզեք այդպես էլի, այսինքն այն ինչ կիսատ է մնացել 90-ականների սկզբին, Չեչնիա, Թաթարստան, Բաշկարտաստան, բան, նրանք անպայման վերագործարկելու են այդ process-ները։ Հիմա ես ամբողջը ոնց որ թե չի ուզում հասկանալ այս գյադեն ու փորձում է ճնշումների միջոցով։ Ու նույնը վերաբերվում է էներգետիկ ճնշմանը, այս գյուղմթերքի ներկրման, ծուգը, ջերմուկը, ծաղիկը, բանը փորձում է դրանով ճնշել տնտեսական կամ արտադրողների, ձեռնարկատերերի, ֆերմերների դժգոհություն հարուցել։ Մեկ-մեկ ես լուրեր եմ տեսնում, ավելի ճիշտ լուրեր չէ, մեկնաբանություններ, հայկական մտքի որոշ տիտաններ մարդ են կարծիք ունեն, էլի, հա, կարծիք ունենալու համար չեմ դատապարտում, բայց որ իրականությունից այնքան կտրված են այդ կարծիքները, ապշում ես, էլի։ Ֆերմերների դժգոհությունը հասել է գագաթնակետին։ Հա, գյուղմթերք արտադրողները այլևս չեն դիմանում։ Ժողովուրդ ջան, մենք եվրոպական երկրներից տեսել ենք, էլի, երբ որ ֆերմերները դժգոհում են կամ դժգոհությունը հասնում է գագաթնակետին, ինչ են անում, ինչպես է դա արտահայտվում։ Հա, արտահայտվելու իմաստով Հայաստանը ազատություններ ոնց որ չի սահմանափակում։ Համեմատեք Գերմանիայի, Ֆրանսիայի ֆերմերների դժգոհությունների ակցիաները Հայաստանում ֆերմերների եւ գյուղմթերք, այլ գյուղմթերք արտադրող վերամշակողների դժգոհության ակցիաները իրար հետ համեմատեք։ Այս երկրորդ դեպքում չկա բան, որ համեմատվի, առայժմ չկա, էլի կարող է եկուց իսկապես ելնեն իրենց արտադրած գյուղմթերքը տանեն շուրջ տան կառավարական տան թեմը բեռնատարներով, ասենք թե։
ինչպես օրինակ նավթը ներողություն կաթն էին տանում թափում ֆրանսիական գերմանական քաղաքներում խոտի տեզերը տուկերը այսպես ասած կլոր բան դա կարելի է որակել որպես դժգոհության զայրույթի արտահայտություն էլի առայժմ ոնց որ թե Վալոդիկի ճնշումները արդյունավետ չեն եւ ճիշտն ասած գնացքը արդեն գնացել է ինչ իմաստով որ դրանք արված էին եւ հաշվարկված էին քարոզարշավի փուլում որպիսի ճնշեին հայաստանյան ընտրողներին եւ տրամադրությունները փոխեին հոգուտ Կրեմլի, որպիսի դեմոկրատական կամ պրոարևմտյան ուժերի կամ գործող իշխանությունների օգտին չքվեարկեին, այլ քվեարկեին պրոկրեմլական ուժերի օգտին, որ ճիշտը Կրեմլի հետ լինելն է, եւ գուցե ինչ-որ չափով ազդել է, չափումներ չունենք, ինչ շատ հետաքրքիր է, էլի, կլինեն հետազոտողներ, որոնք կպարզեն, որ այո, պրոկրեմլական ուժերին կամ խորհրդարանում հայտնված ընդդիմությունների օգտին տրված քվեների այսքան տոկոսը եղել է Կրեմլի կիրառած պատժամիջոցների հետևանքով, ինչ շատ հետաքրքիր է։ Այսքան տոկոսը եղել է Կրեմլի պրոպագանդայի, ապատեղեկատվության, քարոզչական հնարքների միջոցով։ Շատ հետաքրքիր է, կուզենք իմանալ, հասկանալ, էլի։ Այս բանի ատոմակայանը ուրան չմատակարարելը իսկապես կարող է հանգեցնել հակառակ էֆեկտին։ Որոշ դժվարություններ, իհարկե, այլ ընտրանքային միջոցներ, այլ ընտրանքային միջոց ասելիս ի նկատի ունեմ օրինակի համար ուկրաինական տարբերակը, երբ անցած ծմեր պարզ դարձավ, որ Կրեմլը որոշել է ցրտի եւ մթության մատնել Ուկրաինային, սկսեցին կոալիցիոն գործընկերները 50 քանի երկրներից արդեն գրեթե ամեն շենքի համար ուրեմն բենզինով բանով աշխատող դվիժոկներ դիզ վառելիքով եւ կարծում եմ, որ մինչեւ այս աշունը Ուկրաինայի բազմաբնակարանային շենքերը եւ թաղամասերը ապահովված կլինեն ավտոնոմ էներգասնուցմամբ, դա չեք համեմատի իհարկե կանոնավոր էներգասնուցման հետ, բայց թե ինչ անել, եթե մարդակերը որոշել է այդպես հարցակվել եւ մարդկանց մատնել ցրտի եւ ուրեմն մթության։ Գյուղերում ավելի հեշտ է, ինչպես հասկանում եք։ Եվ ինչու պիտի Հայաստանի նման 3 միլիոնանոց երկիրը այդպես անպաշտպան մնա, երբ տեսանք, թե ինչպես է Եվրամիությունը աջակցության քայլեր ձեռնարկում։ Եվրամիությունը ընդհանրապես շատ դանդաղաշարժ օրգանիզմ է, այդ մասին ես շատ եմ խոսել, շատ եմ պատմել, որովհետև 27 երկիր մինչև որոշում են, գլուխ գլխի են տալիս ժողովրդավարական որոշումներ կայացնելու process է, դա դանդաղ է լինում, դա երկար է տևում։ Իսկ դիկտատուրաներում, ավտորիտար համակարգերում, բռնապետություններում ավելի ճիշտ հայերեն հեշտ է։ Մի հոգի որոշում է, գնացին, արեցին ճիշտ սխալ, սկսեք հատուկ ռազմական գործողությունը, հետո կնայենք, հետո դու մի ասա 5 տարի գլուխը պատին է տալիս, պատը գլխին է տալիս, չի կարողանում տագից դուրս գալ։ Ահա այսպես, ես այս նեգատիվ սցենարը քիչ հավանական եմ համարում, բայց եզրափակելով այս հարցի հետ կապված զրույցը ասեմ, որ Վալոդիկից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ ասելիս ի նկատի չունեմ ծանր բաներ, շատ ծանր բաներ, ի նկատի ունեմ տրամաբանությանը հակասող բաներ, իսկ դրա մեջ մտնում է ամեն ինչ, ասենք ողջամտությանը հակասող բաներ, դրա մեջ մտնում է ֆիզիկական հարձակում, տեսանտ իջեցնել, մորթել, փրտել, տրակցնել, պայթեցնել մի բան, ինչ ասեք մտնում է մեջը, ահաբեկչություն, ինչ-որ պաշտոնյաների ոչնչացում, ամեն ինչ հարգելի ժողովուրդ սպասելի է, չեմ վախեցնում որևէ մեկին, այդ արարածը ընդունակ է ամեն հանցագործության իր եսը կշտացնելու համար։ Այն օրը մեկը հետաքրքիր բաներ գրել, ասում եք, ժողովուրդ կարող է պարզվի, որ հոգեկան ծանր հիվանդություն ունի, չեմ ուզում այդ հիվանդությունների անունները տալ, որտեղ մարդիկ կան, իրենց ընտանիքներում այդպիսի մարդիկ կան, կպարզվի, որ եկուս մյուս օր հոգեկան հիվանդություն է ունեցել, երկար ժամանակ տառապել է, ու դու մի ասա այդ հալով կառավարել է երկիրը խուրդել է Ռուսաստանի Դաշնությունը, ու լիքը մարդ, մի սուրու մարդ, ասենք, ինչ է, դումա, կառավարություն, նախարարներ, դու չգիտեմ, ԿՌՈ, ՖՍԲ, ՄՍԲ, սուս հնազանդ ենթարկվել է այդ ծանր հոգեկան հիվանդություններով տառապող, էգոյի մեջ թաղված, էգոյով գժվող, ինչ-որ մի այդպիսի հանցագործի ձեռքը։ Ես մի բան եմ ուզում, իհարկե, որը երևի թե տեղի չի ունենա, որ Վալոդիկը իր այդ վերնախավի հետ կանգնի արդարադատության առաջ, ինչպես եղել է
Նյուրնբերգում օրինակի համար։ Իհարկե դա տեղի չի ունենա, չեմ կարծում, թե Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ կարող է որևէ մեկը զորքով գնալ հասնել Մոսկվա, բունկերի մեջ կենտանի բռնել Վալոդիկին եւ կողքու բոլորի այդ հանցագործներին ու քաշտալ տանել տատել Հագայում կամ ինչ-որ մի տեղ։ Հարցերը կլուծեն արագ եւ անորակ կերպով, գուցե իրենից պետարը կդառնա այնտեղ թակավոր դրանից բխած հետևանքներով։ Ծանր աշուն է սպասվում Ռուսաստանին, ծմրան մասին էլ չասեմ, եւ ծախսերի թանկացումը կոմունալ ծառայությունների եւ արժեզրկումը ռուբլու եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարծում եմ հերիք է էլի, հա։ Այս թեմայով էլի, հա։ Из-за России Армении вместо 50 миллионов всегда были 2 миллиона, но никто не задал вопрос, где армяне. Հա, չհասկացանք եւ այլն։ Վալոդիգի կրուգից չեն տոնի, եթե մեկը հիմար չի նշանակում, բոլորն են հիմար։ Անցնենք առաջ, ժողովուրդ, ինչ մասին է այսօր զրույցը լինելու։ Մեր փառապանծ 6 կուսակցությունները, ովքեր այս վերջին ընտրություններում հավաքել են 2%-ից ավելի քվե, 6-ն են եղել այդպիսիք, ստանալու են ֆինանսավորում պետական բյուջեից։ Սա հին բան է, կարգավորում է, տոկոսներն են փոխվել իհարկե, եւ հիմա ամենաթարմ դիտարկումներով եւ հաշվարկներով 6 կուսակցություն, գիտեք, հա, ովքեր են ուրեմն քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան, Հայաստան Տաշինք, Բարգավաճ Հայաստան, Թաթոյանի կուսակցությունը միասնության թևեր եւ Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցություն։ Ահա այս կուսակցություններն են, որոնք ստացել են 2-ից ավելի տոկոս, նրանք օրենքով 5 տարի շարունակ կամ մինչև հաջորդ ընտրությունները ենթադրենք հերթական կամ արտահերթ էլի 5 տարի ասացի հերթականի կանխավարկածով պետական բյուջեից ֆինանսավորում են ստանալու, որպեսզի զարգացնեն իրենց քաղաքական ուժերը, դարձնեն ավելի կենսունակ, այս մասին կխոսենք իհարկե եւ քանի որ շոշափեցի կուսակցությունների դերը վիճակը հալը քեֆը բան, ասեմ որ կուսակցություններում տեղի են ունենում, այն մյուս մնացած կուսակցություններում տեղի են ունենում ինչ որ տեղաշարժեր, Գորգիսյանը դուրս եկավ Լուսավոր Հայաստանից, չէր մասնակցել ընտրություններին, քիչ առաջ Պետրոսի հետ զրուցում էր, բացատրում էր իր դիրքորոշումը ասելով, որ քանի որ ինքը առաջարկել է Քարոզարշավին նախընթաց շրջանում Տաշինքով հանդես գալ, միայնակ լինելիս արդյունավետ չի լինի եւ այլն, հա, երբեք էլ ասենք ինչ-որ մի հիացած չեմ եղել Խաժակյանի քաղաքական մտքերով կամ, չգիտեմ, քաղաքական կորչի որակներով, հա, այդ մի միտքը կարևոր եմ համարում եւ միայն ինքը չէ, որ այդ միտքը արտահայտել է, որ ճիշտ կլինի միանալ, բայց թե նաեւ բարդ է միանալ, էլի, ասենք այս մի կուսակցությունը նայում է, թե ինչ գաղափարները արձարծում են մի կուսակցությունը կամ կուսակցության առաջնորդը եւ գծում բռնում, ասում է միանանք կտուժենք, ավելի լավ է չմիանանք, առանձին մասնակցենք, վերջը դուրս է եկել եւ Գորգիսյանը ընտրվել է կուսակցության փոխնախագահ, այդպիսի լուր եղավ։ Ես ենթադրում եմ, որ ընտրություններին մասնակցած եւ 1.5% հավաքած կուսակցություններն էլ հակին մտածելու բան ունեն, ոմանք որոշել են, որ լավ դե բրձավ փագենք հավաքենք գրասենյակը գնանք տներով մյուս ընտրությունների ժամանակ կնայենք, փող եղավ կմասնակցենք, չեղավ չենք մասնակցի, բայց այն 5 կուսակցությունները, որոնք շատ վաղուց կային 10-20 տարվա գործող կուսակցություններ, իսկապես լուրջ մտածելու բան ունեն։ Այս մտածելիքի մեջ շատ կարևոր էր հետեւյալը, թե իմ կարծիքով, իհարկե իրենք իրենց աղաքեֆը, իրենք պիտի հասկանան, թե սա արժեքավոր խնդիր է, թե պարզապես ինչ-որ մեկի, իմ նման մեկի, ասենք, թե կամակորությունն է, պասիոնար մոտեցումն է, չլսեցի, որ ինքնուրույն կամ միացյալ կերպով անցած տարիներին դիմաց ճնշած լինեին իշխանություններին, թե սև փողերը քաղաքականությունից հանեք։ Չեմ հիշում ես նման բան։ Եվ երբ սև փողերը քաղաքականությունից չեն հանվում, ու այդ սև փողերը գտնվում են 2-3 խոշոր քաղաքական ուժի կամ քաղաքական ուժի ասենք, կամ ներողություն, ինչ քաղաքական ուժի, ինչ բան, մեծահարուստների ձեռքում, իրենք, ասենք, այդ փողերը վերածում են կուսակցության, քարոզարշավի, լրատվամիջոցների, մասնակցում են ընտրապայքարին,
հանդես են գալիս որպես քաղաքական ուժ, որը ուզում է Հայաստանը տանել դեպի լուսավոր պայծառ ապագա եւ ինչ որ տեղեր ստանալ խորհրդարանում։ Իհարկե հայտարարում են, որ մենք կրելու ենք ձև չկապան, բայց ինչ էլ տարան էլի քյար է։ Հիմա օրինակի համար տեսակ, հա, երկու խոշոր փողատերեր, 3 փողատերեր կարելի է ասել Սամվել Կարապետյանը իր ուժեղ Հայաստանով, Քոչարյան Ռոբերտը որպես առանձին փողատեր եւ հայ հեղափոխական դաշնակցությունը որպես առանձին փողատեր, հա, այս փողատերերը կարողացան դիրեքի միջից լավից վատից կուսակցություն ինչ որ ավանդույթներով հայ հեղափոխական դաշնակցությունն է, ասենք, ինչպիսին որ է, ինչպիսի գաղափարախոսություն էլ ունենա։ Այն մյուսների դեպքում դժվար է, չէ, համարել, որ Սամվել Կարապետյանը քաղաքական պայքարի, քաղաքական հայացքների մարտիկ է։ Բարեգործությունը բոլորովին ուրիշ բան է, բիզնեսը, բիզնեսմեն լինելը, գործարար լինելը, ուրիշ բան է, օքեյ, բան չունենք տեղ ասելու։ Կամ Քոչարյան Ռոբերտ, ասենք, ինքը որ օրվա քաղաքական գործիչն է։ Ահա այս նկարագրածը սխեմայով, ահա այս մարտիկ այդ փողերը շատ կոպիտ համեմատություն անեմ, էլի, ասենք մեկը փողը տնում է հյուրանոցային բիզնես է բացում, մեկը ռեստորանային բիզնես է բացում, հա, փող աշխատելու համար արդար է, չէ, տրամաբանված է։ Հիմա ես մարդիկ էլ գցել բռնել են, որ ճիշտ կլինի իշխանություն ունենալ կամ վերադառնալ իշխանությանը, վերստանալ իշխանություն տարբեր մոտիվացիաներով։ Ասենք ապօրինի գույքը պահպանել, ու Կրեմլի շվակում լինել, Կրեմլից կա այդպիսի հանձնարարություն գուցե եւ այլն։ Իհարկե դա ամբողջը մատուցվել է եւ մատուցվում է եւ ոչ միայն իրենց դեպքում հայրենասիրության սոուսով, բոլոր քաղաքական ուժերն էլ հայրենասիրության, հայրենիքը փրկելու, առաջ տանելու մասին են խոսում, հակառակը լինել չի էլ կարող։ Բոլորն ասում են, որ մենք գալիս ենք իշխանության, որ լավ լինի, որպեսզի առաջ տանը, ոչ ենք գալիս, որ քանդենք, ավիրենք եւ այլն եւ այլն։ Ու միաժամանակ քննադատում են հակառակորդներին, սրանք սա նորմալ են, հասկանալի են։ Բայց մի շարք քաղաքական ուժեր կային, որոնք սև փողեր չունեին ու չէին կիրառում, չգիտեմ ունենային կկիրառեին թե չէ, բայց չունեին եւ չէին կիրառում ու չեմ կարծում թե չէին հասկանում, թե ինչ է նշանակում առասպելական ծավալների էշելոն, հա, վագոն։ Մի քանի վագոն փող, որ տնես հաշվես տնես, այդքան վագոն տեղ կզբաղեցնի։ Այդքան փողերով մարդկանց հետ մրցել, որոնք կուսակցություն էին մոգոնել եւ մտել էին ընտրապայքարի մեջ, մտնելու էին թե ոչ, կներեք, հա, էպած հավինել էր հասկանալի, որ մտնելու էին քաղաքականության մեջ սև փողերով խաղացողներ, մաքուր փողերով խաղացող կամ փող չունեցող, ասենք, հա, խաղացող քաղաքական ուժեր, անցած 5 տարիների ընթացքում ինչու ծենները չելավ ուղված պետական իշխանությանը, թե պետական իշխանություն Այդ սև փողերը պիտի վերացնես քաղաքականությունից, որպեսզի արդար մրցակցություն լինի, մեզ փողով չճզմեն, վրեքովս չանցնեն։ Չարեցին։ Մի թեթև կծկտուր, իհարկե 1-2 ելույթի մեջ ինչ որ հայտարարություն եղել է, սուպեր ինքնավստահություն, որ չէ, ժողովուրդը թացը չորից կճոգի, ժողովուրդը կճոգի, որ մենք արդար խաղացող ենք, մեզ գոնե 4, 5, 6, 8% կտա, մենք կհայտնվենք խորհրդարանում, ել չեմ խոսում են մարսին, որ մտածեին, որ հարկավոր է միավորվել եւ ավելի շատ քվեներ տանել։ Չարեցին։ Ես ու էլի մի քանի հոգի, ովքեր քաղաքական գործիչներ չէինք, այդ ռիսկը մարտահրավերը տեսել ենք, ասել ենք, խոսել ենք եւ խելագարի համբավ ենք ձեռք բերել։ Խելքը թրծրած կյանքերս կերակ էլի, պարոն Պարսեղյան, ինչքան կարելի է սև փողերի մասին խոսել, էլի ժողովուրդը թացը չորից կճոգի, ինչի եք բանը, այդպես չէ ժողովուրդ ջան, մեռանք բացատրելով, իշխանությունը ճոգում էր, ինձ թվում է, որ ճոգում էր, բայց իշխանությանը ձեռնտու էր ցանկացած ընդդիմության ներկայություն այնտեղ, միայն թե իրենք լինեին մեծամասնություն։ Իսկ ինձ այդ սխեման բոլորովին դուրս չի եկել, որ ցանկացած քաղաքական ուժ լինի ընդդիմություն, ինչ է թե ԿՊ-ն լինի մեծամասնություն, չի պիտի լինի, որ թող արդար լինի։ Իսկ արդար լինել չի կարող, երբ սև փողերով խաղացողներ կան։ Նույնը բիզնեսում է, հարգելի հայրենակիցներ։ 10 հատ իրար նման խանութ իրար կողք պատկերացրեք, որոնցից 3-ը աշխատողների կեսին է գրանցում, հարգերի կեսը չի վճարում, վարկ չի վերցրել խանութը բացելու եւ ապրանք լցնելու համար, այլ կողցած փողերով է խանութը բացել եւ կողցած փողերով է ապրանքը լցել։ Դուք հասկանում եք, որ նույն Մայկա Տրուսիկը այդ սև փողերով խաղացող բիզնեսմենի խանութում էժան է լինելու, քան թե այն բիզնեսմենի խանութում կողքի, հա, նույն Մայկա Տրուսիկը, որը վարկ է վերցրել, որը բոլոր աշխատողներին գրանցել է,
որը նորմալ վճարում է բոլոր турքերը, հարկերը եւ այլն։ Եղավ, որ այն առաջի բիզնեսմենը, հանցագործը, հա, սև փողերով խաղացող, շահեկան դիրք է ստանում։ Իր ապրանքը լավ է ծախվում, երկրորդինը վատ։ Ես ձեզ բերեցի հասարակ բիզնես դաշտից օրինակ։ Ցանկացած 7-րդ դասարանցի երեխայի սա հեշտությամբ կապացուցեմ։ Այդ ո՞նց եղավ, որ այն քաղաքական ուժերը, որոնք մինչև 1.5% էին ստացել կամ 2.5 նույնիսկ էլի, այդ քաղաքական ուժերը իբր թե չէին հասկանում, որ սև փողերով իրենց ճզմելու են անցնեն կնան, տարորելու են բարեկով անցնեն կնան։ Ու ծպտուն չանեցին, չպայքարեցին, չդիմեցին իշխանությանը, չասին մաքրի ախպեր, մաքրի, որ արդար ընտրություն համարվի, կամ չենք մասնակցելու մենք ընտրություններին։ Մի խոսքով, հիմա տեսնես, ինձ ուրիշ բան է հետաքրքրում, էլի իհարկե արդեն գնացքը գնացել է, տեսնես, հիմա ինչ են անում, էլի այդ քաղաքական ուժերը, մտածում են, գլուխ գլխի են տալիս, մտածում են, որ ժողովուրդը իրենց չի սիրում, արդյոք, ինչու չի սիրում, ինչն են սխալ արել իրենք։ Իրականում արազները սխալ չի եղել, իրենց գաղափարները առաջ են հրել, ուղղակի թերի եղել։ Մտել են այն խաղի մեջ, որտեղ իրանք են գլխից կրված պետք է լինեին։ Եվ իշխանությանը չեն պարտադրել, չեն ճնշել, չեն պահանջել։ Հանդիպում էին հետները, հիշում եք, արտախորհրդարանական կուսակցությունների հետ պարոն Փաշինյանը հանդիպումներ էր ունենում, սկզբում 6-7 կուսակցություն էին, Արձաքանցյանը ներառյալ, հետո 5-6, հետո 4-5 քաղաքական ուժեր, հետո մաշվեց գնաց այդ այսպես կոչված արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումների ձևաչափը։ Հիմի ստացվեց այն խորհրդարանը, ինչ մենք տեսնում ենք, տխուր խորհրդարան ստացվեց էլի, հա։ Լինելու է այն կինոն, ինչ մենք տեսել ենք 5 տարի շարունակ, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Ալիևը նեղվել է, որ Հայաստանը տարանցիկ երկիր է համարվում արևմուտքում։ Հա, հայ կոմունիկատորները, հայկական իշխանությունները կամ չգիտեմ քարոզիչները սփյուռքը այն այնպես է արել, որ Հայաստանն են այս բացվող ճանապարհների համատեքստում հանգուցային երկիր դառնում, տրանզիտ երկիր դառնում, տարանցիկ երկիր դառնում, հա, եւ մտածում է, որ իր փառքը նսեմացված է։ Մի քիչ ավելի մանրամասն կանդրադառնամ էլի ես դրան։